Պարոն Քեքյան, իսկ ուզում եմ պատճառներին էլի վերադառնանք, այդ ինչպես ստացվեց, որ մենք ունենալով այդպիսի մշակույթ, իրոք շատ հարուստ մշակույթ, դա միայն մեր հայերից կարծիքով չէ, հիմա կարծես հայ ժողովուրդը եւ իր ստեղծած այդ բազմադարյա մշակույթը, հարուստ մշակույթը, կարծես առանձին կյանքով ապրեն։ Ինձ մոտ, չգիտեմ, այդպիսի տպավորություն է ստեղծվել։ Ես բոլորի նկատի չունեմ։ Ես հասկանում եմ, չէ, մեծ մաս, այո, չէ, գիտեք ինչ, բոլորին չեք էլ կարող ունենալ, բայց ինչ է ստացվում, սահման է, սահմանից ներս է մտնում, չէ։ Հիմա ինչպես եղավ, որ ասենք ադրբեջանցիները մտան մեր տարածք, Արցախ եւ այլն, բացեցին սահմանները եկան։ Հիմա ինչպես եղավ, ով բացեց, այդ թեման ուրիշ թեմա է։ Այդպես էլ բացվում են սահմանները, սկզբից թուլացնում են, սկզբից հասարակություն, մտնում են հասարակության մեջ, հասարակության պառակտում են, հասարակությանը տարբեր ուղղություններ, նախ իրենց են իջեցնում, իրենց են բարոյալքում։ Դա ինչ որ ես չեմ ասում, դա հայտնի է, դա Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունները հատուկ ծրագիր ունեն դեռ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես քայքայելն ասենք սովետական պետությունը։ Նախ պետք է արժեքները քանդեին, բարոյական, մարդկային հարաբերությունները եւ այլ մարդուն բարոյազրկեին, թուլացնեին։ Հետո երբ որ մարդուն թուլացնում է, սկսում է թուլացնել իր մշակութային սահմանները։ Ինչ է սովետը երկաթի վարակույր դրել, վախենում էր, որ